Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը մեծագույն խոնարհությամբ է գալիս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնց եկեղեցին սրբադասել է։ Լրագրողների հետ զրույցում մաեստրոն ասել է, այս ամենը նաև իր ընտանիքի օրգանական մասն է։ Իմ ծնողները կոտորածից փրկված երկու զավակներն են մեծացած որբանոցում։ Իմ երկու ծնողները։ Գալիս եմ այստեղ իմ ընտանիքի սրբազան պարտք կատարելու, ոչ միայն ընտանիքի, նաև մեր համընդհանուր։ Շուտով 350 դպրոցական երեխա մի համերգ են տալիս, որ ամբողջ երաշունը իմն է։ Ժողովրդական բանահյուսական նյութերի հիման վրա գրված տարբեր բարբառներով հայերենի եւ սա է իմ պատասխանը։ Միակ բանը, որ կարող եմ անել եւ իմ լավագույնը, որ կարող է անել սա է։ Ակադեմիկոս Յուրի Սուվարյանը շեշտել է, հայ ժողովրդի ցեղասպանությունը սկսվել է 19-րդ դարավերջին ու ավարտվել 21-րդ դարում Արցախի էթնիկ զտումով։ Մենք պիտի մեզ հարց տանք, ինչու է դա տեղի ունեցել մեր ժողովրդի հետ ու ինչպես կանխել դա հետագայում, ասել է գիտնականը, հավելել, որ Հայաստանի դեմ ցանկացած արտաքին ոտնձգություն կանխելու միակ գրավականը ուժեղ պետություն ունենալն է։ Մենք պիտի ունենանք հզոր պետություն, հզոր տնտեսությամբ, հզոր գիտությամբ եւ կարողանանք մեզ պաշտպանել արտաքին բոլոր կարգի ոտնձգություններից։ Իսկ հզոր պետություն ասելով միշտ էլ սկսած միջնադարից հասկացել են հզորային պետությունը, որ ունի հզոր տնտեսություն եւ հզոր բանակ։ Արգենտինահայ Խուան Պաոլո Գեչիջյանը հուշահամալիր էր բարձրացել մի խումբ արգենտինացի ու բրազիլացի լրագրողների եւ իրավաբանների հետ, որոնք ըստ նրա հետաքրքրված են հայերով ու Հայաստանով, լուսաբանել են ցեղասպանության թեման, պաշտպանել հայկական շահերը եւ այսօրը կարեւոր են համարել լինել Ծիծեռնակաբերդում։ Լրագրող ամենագարտացված իսպաներեն աշխարհում եւ պաստապաններ են, իրավականներ են, որ շատ պաշտպանում են Հայաստանի մեր խնդիրը թուրքերի հետ Արգենտինայում եւ Բրազիլիում, մանավանդ մեր պարլամենտի մեջ եւ կառավարությունների մեջ։ Գալիս ենք, որ աշխարհը իմանա ինչ ըրած են հայերի հետ թուրքերը եւ ինչպես 110 տարի հետո բան չի փոխվել։ Շատ երկիրներ, որ խոսում են ազատության մասին, խոսում են դեմոկրատիայի մասին, բայց երբ որ դիկտատորներ ցեղասպանություններ գսեն, բան չեն ասել։ Բիզնեսը եւ փողը ավելի արժեք ունին, քան յանքը։ Adorամար թեր ցեղասպանություններ կգադարվին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Քուրդիստան կոմիտեի համանախագահը շեշտել է, որ մեր ժամանակներում մեկը մյուսին կոտորելով չենք կարող առաջ շարժվել։ Նա կարևորել է ժողովրդավարությունը եւ այն, որ ժողովուրդները պարտադրեն տարածաշրջանում փոփոխություններ ու լավ հարաբերություններ։ Նախ մենք դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն կատարողներին եւ հիմնականում կազմակերպիչներին։ Կազմակերպիչները այսօր էլ նույն մի քիչ դիմակայորված նույն գործին են։ Այս անգամ էլ ժողովուրդներին նույն ժողովրդին են պարակտում միմյանց դեմ հրահրում, ժամանակին ինչպես արել են ազգերի դեմ, այսօր նույն ժողովուրդներին պետք է Թուրքիան ժողովրդավարացվի։ Մենք ինչպես տեսնում ենք, Թուրքիան այս ճանապարհին է, եթե որ ժողովրդավարացվի, իհարկե պետք է առնչվի իր պատմության մեջ ինչ որ արվել է։ Սլոդր Բոյանը նկատել է ժամանակին ժողովուրդներն ուշադրություն չեն դարձրել միմյանց իրար դեմ տրամադրող կազմակերպիչներին, ոչնչացրել են մեկը մյուսին ու չեն էլ իմացել, ում շահերին են ծառայում։ Աննա Զախարյան, Տաթև Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։